Մենք կրկին եթերում ենք եւ զրուցելու ենք Հայազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան, շնորհակալություն, որ համեցել եք հարցազրույցի։ Նախորդ հյուրիս հետ հարցազրույցի ժամանակ, ավելի ճիշտ հարցազրույցը սկսեցի այդ միասնական շտաբի ձևավորման հետ կապված աշխատանքների մասին հարցով։ Ժառանգության հարցը կարծես այսօրվա նիստի արդյունքում էլ առկախ մնաց։ Եվ մյուս 3 կուսակցությունները փաստորեն շարունակում եք շտաբի աշխատանքը արհամարելով ժառանգության քայլը կամ պահվածքը, ոնց կուզեք ասեք, թե համարելով, որ ժառանգությունը շարունակում է ձեզ հետ մնալ։ Ես հիմա կխոսեմ միասնական շտաբի այսօրվա նիստի մասին, բայց օգտվելով այս առիթից, որ հեռուստատեսությունը բացվել է Հայազգային կոնգրեսի առջև, ես ցանկանում եմ մի հայտարարություն անել, ես բոլորին կոչ եմ անում հավաքվել մեր ապրիլի 20-ի հանրահավաքին, Ազատության հրապարակում ժամը 6-ին։ Դա շատ կարևոր է, որովհետև բոլորը պետք է հասկանան, որ մենք այսօր պատմական շանս ունենք փոխելու իրավիճակը երկրում, ազատվելու այն ռեժիմից, որը այսօր կեղեքում է Հայաստանը։ Ժողովուրդ, հավաքվեք Ազատության հրապարակում, որովհետև ինչքան շատ մարդ է հավաքվում, ինչքան շատ մարդ է կանգնում այս ռեժիմի դեմ, այնքան հնարավորությունը նրանից ազատվելու մեծանում է։ Իսկ շտաբի մասին։ Հիմա անցնենք շտաբի մասին։ Գիտեք, այսօր ուրեմն միասնական այդ շտաբի նիստը կայացավ։ Պարզ բան է կատարվում։ Մենք ստեղծել ենք 4 ուժերի կողմից մի այսպիսի ֆորմատ, միասնական շտաբ։ Իմաստը հետևյալն է, որ 4 քաղաքական ուժ, Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Ժառանգությունը միասնաբար պայմանավորվել են պայքարել ընտրակեղծիքների դեմ։ Լավ։ Ինչը շատ կարևոր է, որտեղ եթե մենք կարողանանք ապահովել այս ուժերի համագործակցությունը տեղամասերում, եթե մենք կարողանանք արձանագրել բոլոր ընտրակեղծիքները եւ միասնական ճակատով ներկայացնել դա միջազգային հանրությանը, միջազգային դիտորդներին, ապա դա շատ հզոր էֆեկտ կունենա եւ իսկապես մենք կարողանանք ապահովել, որ նվազեցնենք ընտրակեղծիքները։ Ժառանգությունը այսօր չեկավ նիստի, բայց դա չխանգարեց մեզ տանել աշխատանքը, որտեղ ըստ մեր աշխատակարգի բոլոր որոշումները ընդունվում են նիստին ներկա ուժերի կոնսենսուսով։ Այսինքն եթե 3 ուժ ներկայացել նիստի, 3 ուժը կարող են կոնսենսուսով որոշումներ ընդունել, ինչը եւ մենք արեցինք։ Ինչ վերաբերում է կոնկրետ ժառանգությանը, ժառանգության ստորագրությունը մնում է ուժի մեջ, որովհետեւ ժառանգությունը հակառակի մասին որևէ հայտարարություն չի արել։ Եվ ժառանգությունը շարունակում է մնալ այդ ֆորմատի, այդ համագործակցության լիիրավ անդամ։ Երբ նպատակարար գտնեն, կարող են գալ մասնակցել նիստերին։ Շատ լավ։ ԲՀԿ-ի տարբերություն ՀԱԿ-ի մյուս 2 շտաբների աշխատանքներին էլ է ներգրավված։ Ինչու դուք էլ չկաք մյուս շտաբներում։ Գիտեք, մենք ֆիկցիա ենք համարում այդ մյուս ֆորմատները։ Դրանք առաջարկված են հանրապետական կուսակցության կողմից, ռեժիմի կողմից։ Մենք այնտեղ մասնակցելու որևէ նպատակ չենք տեսնում։ Մենք հասկանում ենք, որ այդ ֆորմատները ստեղծված են զուտ պրոպագանդիստական նպատակով, այսինքն միջազգային հանրությանը, մեր հասարակությանը ցույց տալու համար, որ իբր հանրապետական կուսակցությունը նույնպես ցանկանում է պայքարել ընտրակեղծիքների դեմ։ Մենք բնականաբար դրա չենք հավատում, որովհետև Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետական կուսակցությունը այս երկրում կատարվող ընտրակեղծիքների գլխավոր կազմակերպիչն է եւ իրականացնողն է։ Եվ իրենց կողմից ստեղծված այդ պրոպագանդիստական ֆորմատներին չենք մասնակցի։ Չենք լեգիտիմացնի իրենց ընտրակեղծիքները։ Վերադառնալով այն շտաբի աշխատանքներին, որոնց ՀԱԿ-ը մասնակցում է, ինչ է իրականում ըստ տեղի ունենում կամ կատարվում ժառանգության մասով։ Դե այդ հարցը ճիշտ կլինի ուղղեք ժառանգությանը, ես չգիտեմ ժառանգության հետ ինչ է կատարվում եւ իրավասու չեմ այդ հարցին պատասխանել։ Համենայն դեպս մենք մեր համագործակցությունը առաջարկել ենք բոլոր քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են սահմանազատվել ռեժիմից եւ միանալ այս ընդհանուր պայքարին ընտրակեղծիքների դեմ, եւ այդ արդեն կախված է կոնկրետ ուժերից, թե իրենք ինչպես են օգտվելու այդ հնարավորությունից։ Այսօր 3 ուժ այդ հնարավորությունից օգտվում են։ Ժառանգությունը ֆորմալ նույնպես օգտվում է։ Հիմա արդյոք իրենք դա կդարձնեն իրենց ֆորմալ մասնակցությունը նաև բովանդակությամբ կլցնեն, դա արդեն իրենց գործն է։ Ինչու եք սև PR իրականացնում ժառանգության դեմ։ Շավարժ Գևորգյանի շուրթերով հարցնում է ժառանգությունը։
բայց որևէ Ինձ հարց չեն պատվիրել, պարզապես նրան ես հասկանում եմ, ես ձեզ չեմ մեղադրում, ես ուզում եմ հասկանալ, որևէ ապացույց կա կամ հիմք կա նման հարց տալու համար, որովհետև Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց երեկ, որ թակել են դուռը իրենց եւ իրենց չէին, իրենց համակիներից մեկի եւ ասել են, որ իրենք ծախված են էսկոմ մենկոմ։ Գիտեք, այդպես ամեն ինչ էլ կարելի է հայտարարել։ Եկեք խոսենք փաստերից։ Այսինքն հրապարակայնորեն դուք տեսել եք, որ Հայ ազգային կոնգրեսը հակաքարոզություն տանի որևէ քաղաքական ուժի դեմ, եթե դա հանրապետական կուսակցությունը չէ կամ ռեժիմի թեկնածուն չէ։ Նման բան մենք չենք արել։ Ավելին մենք միակողմանի պարտավորություն ենք վերցրել, դրա մասին նաև Տեր-Պետրոսյանը խոսեց Աբովյանի հանրահավաքում, որ Հայ ազգային կոնգրեսը իր քարոզչության գլխավոր թիրախ դարձում է Սերժ Սարգսյանի ռեժիմը հանրապետական կուսակցությամբ հանդերձ եւ մեր պարտներների դեմ, այսինքն Բարգավաճ Հայաստան, Հայ-Աբովական դաշնակցություն, Ժառանգություն, այդ կուսակցությունների դեմ որևէ հակաքարոզություն չի իրականացնելու։ Եվ ես ասում եմ, որ մենք պատասխանատու ենք մեր խոսքերի համար, դա չի արվում։ Դուք հրապարակային որևէ նման բան չեք տեսնի։ Իսկ թե ով ինչ դուռ է թակել եւ ինչ է ասել, ես չգիտեմ։ Ի վերջո չի բացառվում, որ դա երրորդ մեկը արած։ Դա երրորդ մեկը արած լիներ կամ ես ինձ կոնկրետ փաստեր եմ պետք։ Շատ լավ, դուք ասացիք մեր պարտներները։ Ժառանգությունը վերջերս խոսում է ԲՀԿ հակ ստվերային, այսպես ասեմ, ինչ որ համաձայնության մասին։ Նաիրա Զորաբյանին այսօր արդեն առիթ ունեցել եմ այս հարցը ուղղելու, ձեզ եմ ուզում հարցնել, կա նման բան թե ոչ, եւ կարող է ինչ որ պահի տեսականորեն լինել նման բան, եթե ոչ, ըստ ձեզ ինչն է հիմք հանդիսանում նման հայտարարությունների, նման որակումների, նման ձևակերպումների համար։ Գիտեք ինչ, մենք Բարգավաճ Հայաստանի հետ ավելի շատ չենք համագործակցում, քան Ժառանգությունը։ Հայ ազգային կոնգրեսն էլ, Ժառանգությունն էլ իրենց ստորագրությունը դրել են նույն փաստաթղթի տակ։ Լավ։ Այսինքն, ինչքանով որ մեզ են մեղադրում համագործակցության մեջ Բարգավաճ Հայաստանի, այնքանով էլ ուղիղ այդքան կարելի է մեղադրել այլ ուժերին, որոնք իրենց ստորագրությունը դրել են այդ փաստաթղթի տակ։ Իսկ ընդհանուր առմամբ մի քիչ տեսական միջափանիշը ասեմ, սահմանեմ, եթե ու դա ժողովրդին է ուղղված ավելի շատ, հարգելի հայրենակիցներ, ուրեմն եթե ուզում եք տարբերեք ով է իրական ընդդիմությունը կամ միջափանիշ, նրանք ով քննադատում են Սերժ Սարգսյանին, նրա ռեժիմը, այս ընտրակեղծիքները եւ չեն շեղվում այդ ճանապարհից, դրանք իրական ընդդիմություն են։ Լավ։ Այսօր ամփոփում ենք Քարոզարշավի առաջին տասնօրյակը, նախ կուզեմ ձեր գնահատական ընդհանրապես Քարոզարշավի մասին լսել։ Եվ այսպեսի մի հարց միանգամից հենց Քարոզարշավին վերաբերող մի տեսակ пассивություն չկա ըստ ձեզ Քարոզարշավի եւ արդյոք մտավախություն չկա, որ սա անդոր է ինչ որ փոթորիկից առաջ։ Գիտեք, ընտրությունները ընդհանրապես մի վատ խասյաթ ունեն, այսպես ասենք։ Կամած ժողովրդին, որը ապաթիայի մեջ է, չգիտեմ, անտարբերության մեջ է, կամած հանում են այդ անտարբերության վիճակից, որովհետև ինչքան մոտենում է ընտրության քվեարկության օրը, այնքան ցանկացած քաղաքացի սկսում է իրեն հարց տալ, թե ես ում օգտին եմ քվեարկելու։ Ու քանի որ այդ խոսակցությունները գնալով թեժանալու են, հասարակությունները գնալով քաղաքականանալու, ակտիվանալու։ Բնականաբար այդ առումով նախագահական ընտրությունները շատ ավելի ուժեղ կատալիզատոր են, այսինքն շատ ավելի թափով են քաղաքականացնում հասարակությունը, բայց այս խորհրդական ընտրությունները նույնպես կարող են դառնալ այդպիսի մի կատալիզատոր։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ մի շատ լուրջ ինտրիգ կա մեր այս ընտրություններում։ Այսօր իսկապես ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ։ Ուժերի ճակատ, որի մեջ ընդգրկված է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև փաստորեն աննախադեպ մի զարգացում, իշխանության կոալիցիայի անդամը, շատ ազդեցիկ անդամը, եւ ստեղծված է մի միասնական ճակատ փաստորեն ռեժիմի դեմ ընտրակեղծիքների դեմն առնելու առումով։ Եվ ամենակարևորը ստեղ հետեւյալն է։ Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձևավորվում է այն ուժերի կողմից, որոնք ստանում են մեծամասնություն ազգային ժողովում։ Այսօր կա ռեալ շանս իշխանափոխություն կատարելու պարլամենտական ընտրությունների միջոցով։
եթե Հայ ազգային կոնգրեսը վերցնի մեծամասնությունը պարլամենտում, կամ Հայ ազգային կոնգրեսը եւ մի քանի այլ ուժ, որոնք նույնպես ցանկանում են վերջ դնել այս ռեժիմին, միավորվում են եւ կազմում են մեծամասնություն պարլամենտում, հնարավոր կլինի կազմել ազգային համաձայնության կառավարություն, որը վերջ կտա Սերժ Սարգսյանի իշխանությանը, Սերժ Սարգսյան ռեժիմին։ Սա շատ կարևոր պատմական մի շանս է, որը մենք պարտավոր ենք օգտագործել։ Եվ ես կոչ եմ անում, եւ դրա համար էլ հենց մեր կարգախոսը հետեւյալն է. ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին։ Իսկ մենք չենք էլ ասում նույնիսկ եկեք քվարկեք մեր օգտին։ Թեև մենք ունենք շատ անուղղակի դա է նշանակում։ Չէ, բայց մենք խնդիր ենք ընդգծում։ Ամենակարևոր խնդիրը այն է, որ Հայաստանի արչև, եթե մենք ուզում ենք, որ բացվեն հեռանկարներ, զարգացման հնարավորություններ, պետք է այս ռեժիմից ազատվել։ Եվ բանաձևը գտնված է այս պարլամենտական ընտրությունները կարող են դառնալ այդ նպատակը իրագործելու պատմական շանս։ Իսկ ինչպես է գնահատում ձեր շանսերն այս պահի դրությամբ, որքան է ըստ ձեզ ՀԱԿ-ի ռեյտինգն այս պահին, ում եք տեսնում ձեզ արժանի մրցակցի դերում, ձեր կողքին։ Նախ ասեմ, որ որպես Հայ ազգային կոնգրեսի ընտրական դաշինքի ընտրական շտաբի ղեկավար, ես մշտական կոնտակտի մեջ եմ մեր 37 տեխնացուների հետ, սա էլ է շատ հետաքրքիր փաստ, ընդդիմությունը առաջին անգամ կարողացել է համարյա բոլոր տարածքներում մեծամասնական տեխնացու առաջադրել 41-ից 37-ում։ Բացի դրանից բնականաբար կոնտակտի մեջ եմ մեր բոլոր տարածքային կառույցների հետ, եւ ես կարող եմ մի բան ասել։ Այսօր իրականում ձայն ունեն Հայ ազգային կոնգրեսը եւ Բարգավաճ Հայաստանը։ Դա բոլոր տեղերից եկող ինֆորմացիա է։ Հանրապետականը այսօր ուղղակի ձայն չունի։ Եվ նա եւ ամենտեղ զգացվում է, որ ուղղակի ժողովրդի ատելությունը կուտակվում է հանրապետական կուսակցության ուղղությամբ, Սերժ Սարգսյանի ռեժիմի ուղղությամբ։ Բոլորը արդեն զզվել են այս կյանքից, բոլորը ցանկանում են փոփոխություն եւ բոլորը հասկանում են, որ այսօր փոփոխության արգելակողը, գլխավոր արգելակիչը դա Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունն է։ Քարոզարշավը նրա համար է նաև որպեսզի ծրագրերը ձեր պոտենցիալ ընտրողին ներկայացնեք, գիտեմ բազմաթիվ կետերից կամ ուղղություններից ու ոլորտներից բաղկացած կլինի ձեր ծրագիր, ինչպես եւ բոլորինը, պարզապես մեկ հարց, ո՞րն եք համարում մեխը ձեր ծրագրային։ Մեխը հետեւյալն է, մենք ամեն ինչ պետք է անենք, որ ազատվենք այս քրեա օլիգարխիական ռեժիմից, որը խեղդել է տնտեսական մրցակցությունը, ազատությունները երկրում։ Մեր երկիրը կարող է զարգանա միայն եթե մենք կարողանանք կոտրել այս կլանային համակարգը եւ բոլորի համար աշխատանք ստեղծելու հնարավորություն ստեղծենք։ Սա է մեխը, բայց ես կուզեի մի կարճ անդրադառնալ նաեւ մեր ծրագրային դրույթներին, բնականաբար այսքան ասելուց հետո պարզ է, որ մեր առաջին ծրագրային պահանջը դա այն է, որ մենք ստանալով մեծամասնություն պարլամենտում, առաջին նպատակը մեր առաջ դնելու ենք Սերժ Սարգսյանի պաշտոնակությունն ու հրաժարականի հարցը։ Մենք նաև կողմնակից ենք, որ հաստատվի օրենքի գերակայություն, մերանշնորհների վերացում եւ ազատ մրցակցության ապահովում։ Մենք շատ կարևոր հանգամանք այն է, որ մենք ցանկանում ենք, որ խոշոր սեփականատիրական եւ հողատիրական տնտեսությունները այդպիսի տնտեսությունը վերափոխվի 100,000-ավոր փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ եւ միջին չափի արդյունավետ գյուղատնտեսական տնտեսություններով։ Շատ կարևոր քայլ է այն, որ թեթևացվի գյուղատնտեսության վարկային բեռը։ Մենք ըստ էության տարբեր միջոցով հայտարարել ենք վարկային ամնիստիա գյուղատնտեսությանը։ Դա նշանակում է հետեւյալը. մենք կսուբսիդավորենք վարկերի տոկոսադրույքները, այսինքն դրա իջեց պետությունը իր սուբսիդավորմամբ կբերի նրան, որ տոկոսադրույքները էապես քիչնեն։ Մենք նաև կմտցնենք բանկային նորմատիվների տարբերակում հատուկ գյուղատնտեսության համար, որը նույնպես թույլ կտա այդ տոկոսադրույքները իջեցնել։ Այսինքն ըստ էության մենք թեթևացնելու ենք վարկային բեռը, որը դարել է չարիք ուղղակի մեր գյուղատնտեսության զարգացման համար։ Կարևոր մեր ծրագրային պահանջներից այն է, որ մենք խնայ բանկի ավանդները կվերադարձնենք եւ մենք մեխանիզմներ ենք գտել այդ վերադարձի եւ հիմա կվերադարձնենք։ Մենք անմիջապես
ԽՆԱ բանկի ավանդները կձևակերպենք որպես պարտատոմս, պետական պարտատոմս, այսինքն հիմիկվանից հենց ժողովուրդը կստանա այդ արժեթղթերը որպես պարտատոմս, որը ինքը կարող է երկրորդային շուկայում վաճառել, բայց նաև կարող է սպասել եւ ստանալ դիվիդենդներ, մուծումներ, չէ, այսինքն երբ որ պետությունը կվճարի այդ ավանդները, նրանք ուղղակի ունենալով այդ պարտատոմսը ստանալու են մարման այդ վճարները կամաց ստանալու են։ հասկանալի։ Ընդ որում մենք 2 անգամ ավելի մեծ ծավալով եւ 2 անգամ ավելի արագ ենք մարելու, քան դա նախատեսված է 2005 թվականի օրենքով։ Եվ վերջապես ամենակարևոր հարցերից մեկը դա ժողովրդավարական ազատությունների հաստատումն է։ Մենք բացելու ենք ազատ խոսքի համար մեր ամբողջ հեռուստատեսությունը, մենք դարձնելու ենք հանրահավաքները, երթերը լրիվ ազատ, ոչ ոք չի արգելի ժողովրդի այս ազատ քաղաքական գործունեության դրսևորումները։ Շատ շնորհակալություն ձեզ հարցերի սպառիչ պատասխանելու համար, հայկական երկրորդ։ Իսկ եթե թույլ տաք, ես նաև հանդիպման վերջում նորից ցանկանում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ ապրիլի 20-ին Ազատության հրապարակում ժամը 6-ին տեղի կունենա շատ կարևոր առանցքային մի հանրահավաք, որը թույլ կտա, այսպես ասեմ, մեր ժողովրդի հավաքական կամքը ցույց տալ այս իշխանություններին։ Եվ շատ կարևոր է, որ ընտրություններից առաջ այս իշխանությունները հասկանան վերջապես, որ իրենց դեմը կանգնած է մարտնչող ժողովուրդ, որը ցանկանում է փոփոխություն կատարել այս երկրում։ Շնորհակալություն։ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում խոսքի իրավունքներ, իսկ խոսքի իրավունքներ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։ Այսքանը կհանդիպենք։ Ցտեսություն։